Բարև ձեզ հարգելի ընկերներ, բարև երկիր, բարև ազգ։ Ժողովուրդ ջան, ես ուղիղ եթերով կպատասխանեմ ձեր հարցերին, որոնք արդեն գրել եք ցերեկը արված իմ հայտարարության տակ, եւ եթե հասցնեմ կպատասխանեմ նաեւ այն հարցերին, որոնք այստեղ մեկնաբանություններում կթողնեք։ Եվ այսպես պաշտոնապես հայտարարում եմ, որ հիմնադիր ազատակարգ կուսակցությունը, այսինքն կուսակցության ստեղծումը այսօրվանից սկսում ենք, իրականում սկսել ենք մի քանի օր առաջ, բայց հաշվի առնելով, որ J.D. Vance-ի այցն էին քննարկում, երեկ էլ Սամվել Կարապետյանի հարցն էին քննարկում, մի խոսքով լրատվականները զբաղեցնում էին ձեզ բոլորովին այլ թեմաներով, այսօրվանից արդեն կսկսենք եւ ես խիստ հաճախ հանդես կգամ, բայց սկսեմ մի քանի բան ներկայացնելուց, հա։ Հիմնադիր զավակներ նախաձեռնությունը, որ անցած տարի մոտավորապես էլի այս ժամանակ էինք սկսել, տարբեր ուրեմն գործընթացներ, այսպես ասած, անցնելով, տարբեր քննարկումներ ունենալով, տարբեր անձանց հետ տարբեր բանակցություններ վարելով, եկանք հասանք այն եզրահանգման, որ պետքա ընտրություններին մասնակցել մեր սեփական կուսակցությամբ եւ ոչ միայն այս ընտրություններին մասնակցելու համար, այլ ընդհանրապես քաղաքականության մեջ մեր տեսակը ներկայացնելու համար։ Հայ քաղաքական դաշտում մեր տեսակը ներկայացնելու համար։ Վերջին 2 ամիսներին ես զբաղված եմ եղել մի շատ կարևոր, կարծում եմ շատ կարևոր աշխատանքով, դա պետական նախագծի ցույց տամ, ուրեմն այս աշխատանքի, սա կարելի է ասել քաղաքագիտական աշխատանք, բավականին մանրամասն ներկայացվածը, թե Իրանից ինչ է ներկայացնում պետությունը ու ինչն է մեզ պակասում, խորքային վերլուծությունը արված, թե ինչն է մեզ պակասում եւ ինչ պիտի անենք, որպեսզի ունենանք մեր երազանքների երկիրը։ Այն ինչ ուզում ենք։ Անձերի փոփոխությունով համակարգային խնդիրները չեն լուծվում։ Համակարգային խնդիրները լուծվում են համակարգերի փոփոխությունով։ Այստեղ այդ բոլոր համակարգերի մասին ընդհանուր առմամբ մոտ 65 էջ է, այս շրիֆտով գրած, եթե կարող եք տեսնել, ընդհանուր առմամբ մոտ 65 էջ է եւ վերնագիրը պետական նախագիծ կամ պետականաշինության ուղեցույց։ Ես այս փաստաթուղթը կուղարկեմ մի քանի քաղաքագետների, եթե հնարավորություն լինի կուղարկեմ նաև մի շարք կուսակցապետերի, բայց բաց մի քանի օրից բաց դրված կլինի մեր կայքում եւ կարող եք բոլորը ծանոթանալ, կարդալ, թեև կարծում եմ առաջին հայացքից քչերին սա կարա հետաքրքրի։ Ինչ ենք առաջարկում, քաղաքականության մեր մուտքով ինչ ենք առաջարկում։ Առաջարկում ենք հարցերի հիմնահատակ լուծում։ Նախ այդ հարցերի արձանագրում, այսինքն դիագնոզ, հետո բուժում, դրանց հիմնահատակ լուծում, որ այդ ամեն ինչը գրված է ստեղ։ Այդ ամեն ինչի մասին գրված է ստեղ։ Առանձին գլուխ, ընդհանուր մոտ 11-12 գլուխ աշխատանք է։ Այդ աշխատանքին առանձին գլուխներով կանդրադառնանք, ուղիղ եթերով եւ միգուցե վիդեոների ձևով կներկայացնենք։ Կուսակցության հիմնադրմանը եւ կուսակցության ստեղծմանը մասնակցելու համար հղումը դեռ կտանք։ Այսօր պատասխանեմ մի քանի հարցերի, որպես, այսպես ասած, ռազմինկա, հա, որպես նախաբան, որպես ներածություն, մի երկու օրից ավելի մասշտաբային եւ ավելի խորքային կներկայացնենք։ Եվ այսպես նախ մի անգամից ասեմ, որ բարեմաղթանքների համար շնորհակալություն եմ հայտնում բոլորից։ Եվ հարցերը ըստ հերթականության, ինչպես գրել են, այդպես կարդում եմ եւ պատասխանեմ այդ հարցերին։ Սարգիս Նիկողոսյանը հարցնում է. Սամվել Կարապետյանը կարող է լինել վարչապետի թեկնածու, դուք ինչ կասեք Վենսի Հայաստան-Ադրբեջան այցի մասին։ Հարգելի Սարգիս,
Ինձանից լավ գիտեք, որ վարչապետի տեխնացու գործող օրենքով չի կարող լինել եւ ընդհանրապես, եթե երկրի քաղաքացի չէ որևիցե մեկը, ես չգիտեմ աշխարհում կա այդպիսի երկիր, որտեղ հնարավոր է գործադիր իշխանության ղեկավարության հավակնություն ունենալ, այնպես որ այն միտքը, որ իրենք այդպես են ասել, եթե չեմ սխալվում, Սամվել Կարապետյանի համակիրները, նրանց թիմը, ասել են, որ իրենք կգան իշխանության, կփոխեն սահմանադրությունը, այնպես կանեն, որ արդեն ոչ Հայաստանի քաղաքացին կամ Հայաստանում չապրելով մարդը կկարողանա դառնալ վարչապետ։ Նու կարծում եմ սա առնվազն լուրջ չի, ես իդեպ երբ որ սա հրապարակենք մեր ձևով շարժման գոնե ինտելեկտուալներին եւ քաղաքագետներին խորհուրդ կտամ ծանոթանալ սրա հետ, որովհետեւ սա նրա մասին է, ինչ ձեր մոտ գրեթե բացակայում է ամբողջությամբ։ Սա քաղաքականության մասին է։ Եթե դուք մտածում եք օրինակ Սփյուռքի մեր հայրենակիցներին ինտեգրել Հայաստանի ներքաղաքական կյանքին, գոնե դրա համար պիտի ունենայիք կոնցեպտուալ պատկերացում եւ ներկայացնեք, թե ինչ հայեցակարգով եք Սփյուռքին ներգրավում Հայաստանի ներքաղաքական կյանքում եւ ինչ հիմքերով, ինչ քաղաքագիտական տրամաբանություն կա ձեր ասացի մեջ։ Եթե մի հոգի առանձին վերցված Սամվել անունով եւ Կարապետյան ազգանունով, մի հոգի առանձին վերցված, նրա համար պետք է սահմանադրություն փոխեք, դուք երկրի համար հերթական եւ ոչ անսովոր փորձանքն եք դառնալու։ Մի հոգու համար սահմանադրություն չեն փոխում։ Սահմանադրությունը դա Facebook-ի ստատուս չի, որ ռեդակտիրovat սխմես, մի երկու բան ընդե փոխես, հետո 10 սախրանից ու էդի տենց մնա։ Սահմանադրությունը մի փոքր ավելի լուրջ բան է, այդ պետական նախագիծ կամ պետականաշինության ուղեցույց, դա որ կարդաք, այնտեղ մի քանի բանով ասված է սահմանադրությունը ինչ կարգի, նախ ինչ է եւ ինչ կարգի լուրջ բան է։ Եվ դա այդպես չի արվում։ Այնպես որ ես չգիտեմ, Հայաստանում ամեն ինչ հնարավոր է վատ իմաստով, հա, հեգնանքով եմ ասում, այնպես որ հնարավոր է նաև այդպիսի բան, որ մարդը չլինելով Հայաստանի քաղաքացի, քաղաքացիության ինստիտուտն է ոտնահարվում, այս մի քայլի տակ այնքան չեպեկա, որ էլ չասած։ Հա, բայց գուցե իրանց մարքեթինգն է այդպես, այնպես չի, որ ասենք մնացած ուժերը ավելի խելացի բան են առաջարկում եւ Սամվել Կարապետյանի թիմը ինչ որ թերացել է։ Եթե ընդհանուր մակարդակը վերցնենք, ապա ամենևին անմակարդակ արտահայտություն չեն արել իրանք, ամենևին անբնական չի, այս բարդակի ֆոնին շատ բնական ուրեմն մարդիկ ներկայացրել են, որ իրանք էլ կգան մի հոգու համար սահմանադրություն կփոխեն, ինչ ա եղել, որ սահմանադրությունն այդ ինչա, որ չփոխեն։ Իսկ ինչ կասեմ Վենսի Հայաստան-Ադրբեջան այցի մասին, դա ահռելի մեծ թեմա է։ Ողջունում եմ, չեմ ողջունում, նողկանք եմ զգում ես այն ամբողջ խոսույթի նկատմամբ, որ այս այցի հետ կապված պաշտոնական Երևանը, այսպես ասած Նիկոլ Փաշինյանն ենք ներկայացնում են։ Նողկանք եմ զգում, որովհետև խորքային լուրջ պրոցեսների հերթական մի քայլն է սա, ու այդ հերթական քայլը մեզանից ծածուկ մեր թիկունքում մարդիկ իրականացնում են։ Ինչ ասեմ, վերջը բարին լինի։ Երբ լինեմ իշխանություն, երբ ունենամ падգամավորական իրավունք որոշակի գաղտնի փաստաթղթերի ծանոթ լինելու, կկարողանամ ավելի կշռադատված պատասխանել նման հարցին։ Իսկ այն ինչ երևում է տելևիզորով, ապա դա խիստ անբավարար է իրական պրոցեսները, գործընթացները խորությամբ գնահատելու եւ ձեզ հետ կիսվելու համար։ Մհեր Ստեփանյան, Մհերն ասում է, հա, շնորհավորում է եւ ասում է, կարծես կորցնում ենք ձեզպես հրաշալի բժիշկ Մհեր ջան, նույնիսկ պարլամենտում, նույնիսկ պետական պաշտոններին գիտակրթական գործունեությունը թույլատրվում է եւ ես կաշխատեմ իմ բժշկությունը շարունակել գիտակրթական ֆորմատում։ Ես բժշկությունից հրաժարվելու մտադրություն չունեմ, նման տրամադրություն չունեմ, բժշկությունը շարունակելու եմ այսպես թե այնպես, թե ինչ ձևաչափով,
դա էլ կորոշենք, առնվազն գիտակրթական ձևաչափով օրենքը թույլ է տալիս զբաղվել բժշկությամբ, այնպես որ բժիշկ կարծում եմ չեք կորցնի։ Հարցը հետևյալն է. որն է այն մեկ օրենքը, որը առաջինը կփոխեիք եւ ինչու։ Մհեր ջան, ես մի հարցի շուրջ կարող եմ շատ ծավալվել, սկզբում հարցի ձևակերպմանը վերաբերվող ուրեմն դիտարկումներ անելով, բայց ինչը կփոխեի, մի բան փոխելով հնարավոր չի։ Հնարավոր չի, այն ինչ, այստեղ 12 գլուխ բան եմ ներկայացրել, փորձեմ մենակ գլուխները կարդամ։ Ուրեմն նախաբանում ներկայացնում եմ իմ պատկերացումը, կարծիքը եւ գալիս եմ համախմբում եւ համակարգում։ Այսինքն առանձին գործընթացը համախմբումը ազգի, առանձին գործընթացը համակարգումը։ Սրանց հետ կապված օրենքներ կան, այո կան։ Սրանց վերաբերյալ լուրջ օրենքներ կան։ Կփոխեի, իհարկե կփոխեի։ Անջորդ չգիտեմ, ինչ ասեմ։ Սոցիալական կապիտալ կամ ցեղից դեպի պետություն։ Ինչպես անել, որ ազգը ցեղային մտածելակերպից անցնի պետական մտածելակերպի, այսինքն ազգը դառնա քաղաքական ազգ։ Կա այստեղ օրենքներ փոխելու, իհարկե կա փոխելու։ Լրջագույն փոփոխություններ կան անելու։ Օլիգարխիայի երկաթե օրենք։ Ռոբերտ Միլխելսի օլիգարխիայի երկաթե օրենքին ամբողջ ուրեմն այս աշխատանքի ընթացքում անդրադառնում եմ։ Օլիգարխիայի երկաթե օրենքից բխող կողմնակի ազդեցությունները իշխանության պետքա օրենքով ուրեմն չեզոքացվեն կողմնակի ազդեցություն, իհարկե պետքա։ Այդ օրենքները կան, մի մասը կան։ Այնքան էֆեկտիվ են, որ դրանք գործեն, իհարկե ոչ։ Կփոխեի, այո, կփոխեի։ Այսպես կարող եմ անverջ շարունակել։ Անտոմս ուղևորի խնդիր կամ free rider problem։ Անտոմս ուղևորի խնդիր, քաղաքացիական ապաթիան, քաղաքացիական պասիվությունը։ Սրա վերաբերյալ օրենքներ կգրեի, իհարկե կգրեի։ Սրանցից ամեն մեկը ինչ ստեղ դրած է, սրանցից ամեն մեկը ֆունդամենտալ նշանակություն ունի, երկիրը երկիր է, թե չէ։ Խիստ կարևոր։ Եվ որևիցե մի օրենք ասել եւ բոլորը փոխել, կարելի է թերևս փիլիսոփայական այսպես պատասխան տալ, որ կարձանագրեի մի նախադասությամբ, որ մենք բոլորս խաղում ենք ընդհանուր կանոններով, ընդհանուր խաղ։ Մենք, այսինքն ցանկացած մեկով Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, մենք ընդհանուր խաղի, ընդհանուր կանոններով, ընդհանուր խաղի մասնակիցներ ենք։ Այդ խաղը չեն կարա չխաղան ու այդ կանոնները չեն կարա խախտեն։ Ահա այդպես մի հատ օրենք կգրեի, բայց սա ավելի շատ փիլիսոփայական դիտարկում է, քան թե քաղաքական կամ առավել եւս իրավական։ Այնպես որ այդ մի բանը կֆիքսեի, ժողովուրդ ջան, մենք բոլորս միասնական կանոններով, միասնական խաղի մասնակիցներ ենք։ Ում դուրը չի գալի, կարա այդ անձնագիրը դնի, քաղաքացիությունից կարա հրաժարվի։ Ովքեր քաղաքացիությունը պահպանում են, ուրեմն պարտավոր են հետևել միասնական կանոններին, չխախտել այդ կանոնները կամ ազատ են խախտել, բայց պետքա պատրաստ լինեն, որ պատասխան են տալու դրա համար։ Եվ այդ խաղից չես կարա դասալքես, չես կարա թռնես այդ խաղից։ Թռնել նշանակում է հրաժարվել քաղաքացիությունից։ Պահում ես քաղաքացիությունը, ուրեմն պետք է խաղաս միջև վերջ։ Բժիշկ ջան Նվերը Ավագյան ասում է ընտրություններում դաշինք կազմելու եք, ոչ, հարգելի Նվեր, դաշինք կազմելու մտադրություն չկա այսօր։ Բազմաթիվ քննարկումներ են եղել, մենք կուսակցություն չենք բացել, որ այս կամ այն ուժի հետ համագործակցություն ստեղծենք եւ միասնական ուժերով գնանք ընտրություններին։ Մինչև այսօր մենք կուսակցություն չենք բացել, բայց որևիցե բանակցություն չտվեց իր արդյունքը։ Ձեզ համար հիմնականում ընդունելի ինչքան ուժ գիտեք, գրեթե բոլորի հետ այս կամ այն ձևաչափում եղել է բանակցություն։ Որևիցե մեկի հետ, չհաշված Նիկոլ Փաշինյան, Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, Արման Թաթոյան, իրանց չհաշված, մնացած գրեթե բոլորի հետ, էլի մի երկու հոգի կա, որ բանակցություն չեն կարել։ Մնացած բոլորի հետ բանակցություն եղել է։
դաշինք կազմելու, նույնիսկ ասում եմ ընդհանուր ցուցակով, իրանց կուսակցության ցուցակով գնալու, ընդհանուր հայտարարի չենք եկել, չենք հանգել։ Ինչու դրա համար կան բազմաթիվ պատճառներ, մի բան մենակ կասեմ, ով որ ինձ կասի, դաշինքով ինչ որ մեկի հետ համագործակցի, այսինքն այլ կուսակցության հետ, ես խնդրում եմ, այդ ինչ որ մեկին բերեք, հրապարակավ թոնստի բանակցությունների մեզ հետ։ Հրապարակավ բանակցենք, մի հատ տեսեք ինչա տեղի ունենում այդ բանակցությունների ընթացքում։ Ով կասի այսինչի կամ այնինչի հետ Հայկ գնա համագործակցի կամ ընկերներով գնացեք եւ համագործակցեք, ես էլ պատասխան որպես ասում եմ, բերեք այդ ինչ որ մեկին, թող նա պատրաստ լինի կամերայի առաջ, կամերաների առաջ, հրապարակավ, ժողովրդի աչքի առաջ բանակցի։ Ես պատրաստ եմ դրան։ Մի հատ տեսեք ինչա ստացվում այդ բանակցություններից եւ ինձ թվում է 1-2 նման փորձից հետո էլ ոչ ոք չի ասի գնա այսինչի կամ այնինչի այդ բանակցի։ Չեմ ասում վատն են։ Դրա մասին չի խոսքը։ Բայց ինքներդ դրի ձեր աչքով տեսնեք, որ պատկերացնեք ինչի մասին է խոսքը, ինչա տեղի ունենում։ Եվ օգտատերը հարցնում է. բոլորին դեմ եմ կուսակցության ձեր վերաբերմունքը համագործակցելու միտումներ կան թե ոչ։ Բոլորին դեմ եմ կուսակցության նախաձեռնող խումբը իմ ընկերներն են, մեր ընկերներն են։ Մենք տարուց ավել միասին բազմաթիվ քաղաքական քննարկումներ ենք արել, բազմաթիվ, նույնիսկ իրենց կուսակցության հիմնադիր համագումարից մեկ շաբաթ առաջ էլի բավականին բուրըն բանակցությունների մեջ ենք եղել։ Իրանց հետ մի կետում, այսինքն մի կետում չէ, բայց հիմքում մի կետն էր պրոբլեմ, որ իրանք ասում էին պետքա ուրեմն, եթե չենք հաջողում կառավարություն վերցնել, պետքա մանդատները դնենք ու դուրս գանք։ Իսկ ես կարծում եմ, որ պետքա ավելի երկար խաղանք։ Ես կարծում եմ, որ այս ընտրությունները քաղաքականության համար մուտքի դուռ են, բայց դրանով չի ավարտվում, դրանով սկսում է կինոն։ Ու բավականին լուրջ ու երկար կինո կա։ Դեռ կհասցնեմ ես ձեզ դա ապացուցել, հա, որ բավականին լուրջ ու բավականին երկար կինո կա, նայելու եւ այդ կինոն նկարելու եւ այդ կինոյի մեջ խաղալու եւ այդ կինոյի սցենարի վրա ազդելու Հայաստանի Հանրապետության քաղաքացին դուք ձեզանից յուրաքանչյուրը այդ կինոյի sense տենենց մասնակից է։ Այլ բան ինքը ուղղակի սպառում է այդ կինոյում, այսինքն զոհ է, որին գլխին ինչ բերում են ինքը ուղղակի յոլայա տանում, թե ինքը գլխավոր դերերում է ենթադրենք, թե ինքը գործուն այդ կինոյում բան է փոխում։ Էս է հարցը։ Ահա բոլորին դեմ եմ հետ ի թիվս բազմաթիվ հարցերում համաձայնության եւ նաեւ անհամաձայնության կրիտիկական է եղել, որոշիչ է եղել, այն որ իրանք ասում են, եթե իրենք չստացվեց, որ կառավարություն ձևավորեն, ապա մանդատները դնելու են ես դուրս գան եւ դուրս գան, որին ի պատասխան ես ասել եմ, խնդրեմ հիմա մանդատները դրած դուս եկած է եւ ինչ եք փոխում, քաղաքականության մեջ ինչ եք փոխում, հենց հիմա թե բոլորին դեմի իմ ընկերները, թե ես եւ բոլորին ոչ բոլորին դեմ, այսպես ասած իմ ընկերները, հենց հիմա պարլամենտից դուրս ենք եւ այնպես որ բազմաթիվ այս հարցին ես ինձ թվում է հələ էլի կանդրադառնամ, որտեղ այս հարցը էլի եք տալու, սրա հետ ես չեմ համաձայնվել, բայց իրանք սրա մեջ ազնվություն են տենում, որ մենք մանդատ ենք ուզում կոնկրետ խնդիր լուծելու համար, իսկ այդ կոնկրետ խնդիրը այս է։ Եթե գաղափարական տեսանկյունից նայենք, ես բոլորին դեմ եմ կետերին, պահանջներին, լրիվ համաձայն եմ։ Դրանով հարց կլուծվի, կարծում եմ, որ ոչ։ Համոզված եմ, որ դրանով հարց չի լուծվի։ Հարց ինչով կլուծվի այս սրանով։ Այս մասշտաբի ու այս խորության նյութ է պետք ծրագիր կա իրականացնելու, որպեսզի այդ հարցը, սա նախընտրական ծրագիր չի, սա Հայաստանի Հանրապետության առաջիկա տասնամյակների զարգացման ծրագիրն է, քաղաքական ծրագիր է, ոչ թե գործարաններ բացենք կամ չբացենք,
Այլ ինչ անես, որ գործարանը բացվի, 3 միլիոն մարդ ունես, այսպես ասած 3 միլիոն խաղացող ունես, պատկերացրեք ֆուտբոլում 10 խաղացող ունի, չէ թիմը, հիմա Հայաստանը 3 միլիոն խաղացող ունի, 3 միլիոն խաղացող, તો գործարանել կբացեն, առողջապահություն էլ կսարքեն, կրթություն էլ կստեղծեն, ամեն ինչ կանեն, 3 միլիոն խաղացող ունես, այդ 3 միլիոնին ոնց ես մոբիլիզացնում, որ դա անեն, ոնց ես արդյունավետություն հաղորդում այդ մոբիլիզացիային, այ դրա մասին է, առաջիկա տասնյակ տարիներով։ Ալեքսանդր Վարդանյան, ոնց եք սենց ամեն մեկը իրա ձևով ես քանդում ես երկիրը։ Հա, ուզեցա ձեն չհանեմ չեղավ։ Ալեքսանդրը Դավադի տեղ է, հա ուզում է ձեն չհաներ չեղավ, ու ոնց ենք ամեն մեկս քանդում ես երկիրը։ Ալեքսանդր, եթե դու ընդհանրապես քաղաքացի ես Հայաստանի Հանրապետության, եթե քաղաքացի ես, քո այդ խոսը, հա, հերիքայի ժողովրդին էշի տեղ դնեք ու քֆուրա գրում, վայ ես քո, լավ։ Ալեքսանդր, ուրեմն լավ, պատասխան չնայած շատ փիս քֆուրա գրած, բայց փորձեմ պատասխանել։ Ուրեմն ասենց, կամ դու Հայաստանի Հանրապետության քաղաքացի ես, ուրեմն քո հետ խոսալու կա շարունակի, կամ դու Հայաստանի Հանրապետության քաղաքացի չես, ուրեմն քո խոսալը էդի դռան ճռռոցից ավելի ցածր բան է։ Ուզում ես Հայաստանի ներքաղաքական, տնտեսական, մշակութային, եկեղեցի, կրոն ցավդ էլ տանեմ, դա էական չի, դու քաղաքացի ես թե չէ։ Քաղաքականությանն է վերաբերում խոսքը, դու արդեն պիտի լինես քաղաքացի։ Չես կարա դու չլինես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, խոսաս Հայաստանի ներքաղաքականից կամ արտաքին քաղաքականից։ Չես կարա, դու այդ իրավունքը չունես։ Գոնե երկքաղաքացի պետք է լինես։ Անհնար է ուրիշ ձև։ Ուզում ես խոսաս, ոնց որ ձայնի իրավունք ունենաս։ Այդ ձայնի իրավունքը ձեռք են բերում Հայաստանի անձնագիր վերցելով, թեկուզ երկքաղաքացի դառնալով։ Էսի մեկ։ Երկրորդը, եթե դու Հայաստանի քաղաքացի ես, դու երկու տարբերակ ունես։ Կամ դու գնում ես քո տեխնատությունը դնում ես, ասում ես, ես ուզում եմ բան փոխեմ, գնում տեխնատությունը դնում ես, մասնակցում ես քաղաքական կյանքին, կամ գնում քվեարկում ես, ում օգտին որ ուզում ես, կամ տղեկ ասում են, կարած բոլորին դեմ քվեարկես։ Ահա։ Դու չես կարա նստես կողքից, ասես, ես ինչ եք անում, եթե դու քեզանից բան ես ներկայացնում, արի մտի քաղաքականություն, կամ գնա ընտրի ում որ ուզում ես ընտրես, բնականաբար, եթե մեկը ընտրում է Մանասյան Հայկին, նա չի ընտրում Նիկոլ Փաշինյանին։ Հետևաբար այդ Մանասյան Հայկին ընտրումից գնա ընտրի ինքդ Նիկոլի Փաշինյանի քվեարկողի հետ ինչ գործ ունես, կոպիտ ասած։ Ում ես ուզում, գնա նրան ընտրի։ Էսի սենց, մարդ չես տենում, ընդ իսան չկա, բոլորին դեմ ես այսպես ասած, դու քո տեխնատությունը ներկայացրու, հարց չկա, բայց դու չես կարա ոչ քո տեխնատությունը ներկայացնես, ոչ էլ գնաս ինչ որ մեկի օգտին ընտրես ու կանգնես ասես երկիրս քանդում ենք։ Այդ մեծամոլությունն է, նախ դու երկիր չունես էլ, այդ քո երկիրը չի։ Այդ քո երկիրը չի, այդ քո երկիրն է, երկու քայլ ունես։ Կամ մասնակցում ես ընտրություններին որպես տեխնատու, կամ մասնակցում ես ընտրություններին որպես քվեարկող։ Երրորդ տարբերակը դու ուղակի քաղաքացիություն ունես, բայց քաղաքացի չես։ Գործիք ունես, չես օգտագործում։ Այդ դեպքում դու ընդհանրապես խոսում ես որ ինչ։ Սենց։ Գոնե հիմա այդպես է։ Կան բազմաթիվ նորահայտ ուժեր, նոր ձևավորված կուսակցություններ։ Այդքանի մեջ մեկին չեք տենում, որ ձեր սրտով է։ Եթե ոչ մեկին չեք տենում, էլի եմ ասում, այդ տարբերակն էլ կա, որ ոչ ոքին չեն հավանում, բայց այդ մարդիկ իրանց ներկայացնում են որպես տեխնացու։ Չես հավանում, ինքդ քեզ ներկայացրա։ Այ եթե դու այդքան չկաս, որ ինքդ քեզ ներկայացնես, դա արդեն հարցի մյուս կողմն է։ Դա ուրեմն սսկվի նստի տեղդ։ Ես Ալեքսանդր, հա, բանի նկարովել, մի րոպե, Էդգար Ստեփանյան, հարց է տալիս։ Ինչպես եք պատրաստվում հարաբերվել հարևանների հետ, բարի դրացիական։
Հարաբերությունների կարգավորման մասով նամանավան Թուրքիա, Ադրբեջան, բայց նաև Վրաստան։ Փոխադարձ եւ բարի դրացիական։ Պատրաստվում ենք հարաբերվել փոխադարձության սկզբունքով։ Այսինքն, չեն կարա մեր նկատմամբ թշնամաբար վարվեն, մենք բարեկամաբար պատասխանենք։ Փոխադարձության սկզբունքը հարևանների հետ հարաբերությունում պահպանվելու է։ Եթե փոխադարձության սկզբունքով հնարավոր է բարի դրացիություն, ապա վարվելու ենք բարի դրացիական փոխադարձության սկզբունքով։ Ռուսների եւ ԱՄՆ հետ կապված վարվելու եք նույն քաղաքականություն, ինչ այսօրվա իշխանությունը։ Այսօրվա իշխանությունը ինչպիսի քաղաքականություն է վարում, խորքային, ոչ դուք գիտեք, հարգելի Էդգար ջան, ոչ էլ ես։ Տակից ինչ խաղ են խաղում, քանի երկրի շպիոն են, դա ոչ դուք գիտեք, ոչ ես։ Այդպես ենք շարունակելու, կարծում եմ ոչ ավելի թափանցիկ եւ հաշվետվողական եք լինելու մեր ընտրողների, մեր ժողովրդի առաջ։ Արցախի հետ կապված էջը փակ է, թե համարում եք անելիք կա։ Արցախի հարցը, բացի միջազգային իրավունքին հղում անելը, այլ բան ես չեմ կարող այսօրվա դրությամբ ասել։ Ըստ միջազգային իրավունքի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ոտնահարված է, նրանց նկատմամբ տեղի է ունեցել ցեղասպանության ակտ։ Ահա։ Նրանք իրավունք ունեն թե վերադառնալ Արցախ, թե որոշել իրենց կարգավիճակը ինքնորոշման սկզբունքի հիման վրա։ Իրենց քաղաքական կարգավիճակը։ Այս իրավունքը ոտնահարված է։ Ռեսուրսներ ունի Հայաստանի Հանրապետությունը սպասարկելու այս իրավունքները, այսօրվա դրությամբ ոչ։ Այսպես շարունակվի չի էլ ունենալու։ Կարա Հայաստանը այնքան կայանա ներքուստ, այնքան կայանա, որ կարողանա այս հարցերը լուծել, թեկուզ բարի դրացիական հարաբերությունների կոնտեքստում, կարծում եմ կարա, բայց դրա համար հայ ազգը պետքա թամբալությունից, անկյալությունից, յոլա գնալու ռեժիմից դուրս գա եւ անցնի ակտիվ գործողությունների, աշխատասիրության, աշխատանքի, կրթվելու, ուսում ստանալու, վաղը այսօրվանից ավելի խելացին լինելու, ավելի հնարամիտը լինելու ռեժիմին։ Կանենք, կունենանք արդյունք, չենք անի, դե կներեք։ Հապկի հետ կապված ինչ մոտեցում ունեք եւ նույն հարցի կոնտեքստում։ Կարծում եմ, որ ընդհանրապես Հայաստանի դրությունը այնպիսին է, որ երկկողմանի հարաբերությունները ավելի լավ են, քան որ այդ բլոկային պայմանավորվածությունները։ Առավել եւս, որ մեր տարածաշրջանը բավականին անկայուն եւ տարբեր շահերի, ուրեմն բախման կիզակետում է գտնվում։ Այնպես որ նախնական տպավորություն եմ ասում, բայց մեր հիմնական ասելիքը դա արտաքին քաղաքական կողմնորոշումը չի։ Արտաքին քաղաքական կողմնորոշման համար շատ ավելի մեծ ինֆորմացիա պետք։ Մեր այս ներքաղաքական Թումանյանի ասած ներսից ենք փտած։ Մեր հիմնական քաղաքական ասելիքը ներսից վերականգնվել, ներսից կայանալ։ Ամենակարևորը, եթե դա չկա, ոչինչ չկա։ Ոչինչ անհնար չի, ոչ արտաքին հնարավոր, ոչ էլ ներքին։ Կայացած ներքինի վրա հնարավոր է արտաքին քաղաքականության մեջ մանևրել։ Իսկ այս փտած վիճակում հնարավոր չի։ Այս ինչ հիմա տեղի ունենում, սա մեր արտաքին քաղաքականությունը չի։ Սա Իրանի, Իսրայելի, Ամերիկայի արտաքին քաղաքականությունը մեզ որոշակի դիրքավորում է հարկադրել, ու մենք դրանում հայտնվել ենք։ Թուրքիայի, Ռուսաստանի, Ադրբեջանի հարաբերությունը մեզ որոշակի էլի դիրքավորում է պարտադրում, մենք դրա մեջ տեղավորվում ենք։ Չինաստանի, Եվրոպայի, չգիտեմ, էլ ես իմում արաբական աշխարհի հարաբերությունները մեզ որոշակի դիրքավորում է հարկադրում։ Մենք այսօր Հայաստանի Հանրապետությունը այսօր ինքը չի որոշում իր արտաքին քաղաքականությունը։ Ինքը սպառում է աշխարհի հզորների եւ տարածաշրջանային հիմնական խաղացողների, ինչպիսին Ադրբեջանն է։ Հայաստանը այսօր սպառում է նրանց արտադրած քաղաքականությունը։ Հայաստանը չունի սեփական քաղաքականություն։ Ավելին ասեմ, Հայաստանը չի էլ ունեցել սեփական քաղաքականություն։ Առաջ Հայաստանը սպառել է Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի ժամանակ, սպառել է Ռուսաստանի թելադրած քաղաքականությունը։ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ որոշակի Ամերիկա, Սովետը նոր էր փլուզվել, որոշակի խաղեր տալիս էին, բայց պտուղներ չքաղեցին, դրանք չեղան այնքան արդյունավետ, որ այսօր մենք այսօրին չլինենք։ Այնպես որ շարունակելու ենք մենք, թե չենք շարունակելու, կարծում եմ հարցը այդքան էլ ճիշտ չի, Էդգար ջան։ Հայաստանը չունի արտաքին քաղաքական, Հայաստանը սպառում է
խոշոր կենտրոնների կողմից մշակված քաղաքականությունը։ Մենք ունենալու ենք մեր սեփական քաղաքականությունը, անիմաստ է գոյություն ունենալու որպես պետություն, եթե չենք ունենալու։ Ուղղակի անիմաստ է, այնպես որ այո, ունենալու ենք, այլ ընտրանք չկա։ Երկրորդ կարծիք, երկրորդ տարբերակ չկա։ Բայց ինչի հաշվի։ Այս սրա հաշվի։ Այս ծրագիրը կյանքի կոչելու հաշվի։ Թրիփի մասով ձեր մոտեցումները, անխոչնդոտ բաղադրիչը պետք է այդտեղից դուրս գա 100 տարի էլ անցնի, չնայած 50 տարի, 30 տարի էլ անցնի, անխոչնդոտ բաղադրիչը այդտեղից պետք է դուրս գա։ Այսքան բան իմ վերաբերմունքը։ Այդ որ Ադրբեջանը անխոչնդոտ պետք է գնա գա, այդ բաղադրիչը պետք է դուրս գա։ Դատական համակարգի իրավապահ համակարգի հանդեպ վստահություն ինչպես եք բարձրացնելու, ոնց եք անելու, որ գրված օրենքը գործի, ունեք բազմաթիվ սիրուն օրենքներ, որ չեն գործում։ Էլի, ախր էսա, այս հարցի պատասխանը։ Ոնց ես անում, որ արդարադատությունը աշխատի։ Արդարադատությունը, ուրեմն տեսեք, եթե կարճ հակիրճ փորձեմ ասել, իշխանությունը բխում է ժողովրդից։ Նու մեր դարում այդպես է։ Այլևս վաղուց մարդիկ չեն այդում սպասում, որ Մովսեսը սարից կիշնի, տախտակները կբերի, 10 պատվիրաններով կասի, ահա, Աստված մեզ ասել է, էս պետք է անենք։ Վաղուց այդպես չի։ Ով որ մինչև հիմա հələ տենց ապրում, դե դա արդեն իրանց խնդիրն է։ Այսինքն ովքեր գնում են, սպասում են մի իմաստուն մեկը իրանց թելադրի, թե ճիշտն ու սխալը որն է։ Վաղուց ժողովուրդը գցել բռնելով, այսինքն ժողովրդից բխում է իշխանությունը։ Նաև դատական իշխանությունն է բխում ժողովրդից։ Ահա մեր օրենքներում չկա նման բան, որ դատական իշխանությունը բխում է ժողովրդից։ Եթե դատական իշխանությունը բխի ժողովրդից, դու կտեսնես ոնց է արդարադատությունը ոտքի կանգնում։ Եթե իրավապահ համակարգը բխի ժողովրդից, ոչ թե բանը ներքին գործերի նախարարից, որն էլ իր հերթին բխում է վարչապետից։ Եթե այս պոստերը, այս պաշտոնները, այստեղ իշխանությունն ու լեգիտիմությունը բխի ժողովրդի, ժողովուրդը ավտոմատ իր երկրի հարցերը լուծող է։ Մի կոպիտ, շատ կոպիտ օրինակ ասեմ։ Այսօրվա դրությամբ ոստիկանը, նայեք, լավ գնանք միանգամից Ամերիկան, Ամերիկայում կա շերիֆների ինստիտուտ։ Շերիֆի ինստիտուտը ինչ է իրանից ներկայացնում, այդ շրջանային գյուղական ոստիկանությունն է։ Այսինքն կա քաղաքային ոստիկանություններ, քաղաքներից դուրս եղած տարածքի վրա իրավապահ գործունեություն անում շերիֆը։ Ահա շերիֆին ընտրում են մարդիկ։ Շերիֆին գնում 4 տարին մեկ ընտրություններով մարդիկ ընտրում են։ Հիմա իրանց ընտրած շերիֆին իրանք կխուսափեն հանցագործության մասին հայտնել, ասելով, որ ապերի գործ տալա։ Մենք գործ տվող չենք։ Իրանց ընտրած շերիֆն է, իրանց միջից, ոչ թե այնտեղ վերևից են ուղարկել։ Տես իրավապահ իշխանությունը բխեց ժողովրդից։ Հիմա եթե մեկը գնացել շերիֆ է աշխատել, հետո կամաց կարիերայի աճ է ունենում ենթադրենք, անցնում ավելի լուրջ պոստերի։ Ինքը հիշում է ժողովրդի հետ աշխատելը ոնց էր։ Ինքը այդ սկզբունքը հիշում է, ընտրություններով պաշտոնյա դառնալու սկզբունքը հիշում է։ Այսօր մեր մոտ ոնց է, ոնց պիտի կարիերայի աճը լինի։ Կարիերայի աճի համար պետք է լավամարդ լինես, սրա նրան գցնես, որ քեզ վերևից նշանակեն։ Իշխանությունը ներքևից է վերև բարձրանում, ոչ թե վերևից է իջնում ներքև։ Ահա հիմնական սկզբունքը սա է։ Մանրամասը պետք է ասեմ, քաղաքային ոստիկանությունը մարզային է, առանձին է, դատախազությունն առանձին է, այս ամենի հետ կապված առանձին մեծ խոսալիք կա, բայց ընդհանուր սկզբունքը հետևյալն է։ Եթե իշխանությունը բաշխվում է, բաժանվում է, բխում է վերևից ներքև, ունենում ենք այսօրվա վիճակը։ Հեսա գնալու են բոլորը հավաքվեն, տենան ով է այս երկրի աստվածը լինելու։ Չէ, տենց բան չկա։ Հիսուսից հետո երկրորդ մարդը ով է լինելու Հայաստանում։ Այդպես բան չկա, իշխանությունը ներքևից վերև է բաժանվում։ Ու եթե այդ սկզբունքը պահպանվի, նախ մարդիկ գիտակցեն, երկրորդ օգտագործեն։ Հենց օգտագործեցիր, այդ ամբողջ համակարգը սկսում է աշխատել։ Հեղինե Սարդարյան։ Ես հասկանում եմ ձեր թերահավատությունը քաղաքական ուժերի նկատմամբ, բայց միայնակ մասնակցելով ընտրություններին չեք կարծում, որ կփոշիացնեք ձեր արդար ստացած քվեները։ Կարելի է անվերջ խոսել ձայների փոշիացման մասին։ Ժողովուրդ, մենք գաղափար ունենք, ասելիք ունենք,
առաջիկայում մանրամասը կներկայացնեմ։ Ես մոտ կարծեմ 2 տարի առաջ խոստացել եմ, որ պետական նախագիծ եմ առաջարկելու, որպես ազգային գաղափարախոսություն, այսպես ասած, այսինքն համազգային նպատակ, պետական նախագիծ եմ ներկայացնելու, քաղաքական ազգ դառնալու, պետականորեն կազմակերպվելու նախագիծ, կամ եթե կուզեք ասել ուղեցույց, դա արդեն պատրաստ է։ Հիմա այլ ուժերի հետ ինչ անեմ, այլ ուժերը այս ամեն ինչը կուզենան կյանքի կոչել, շատ լավ, կյանքը չի ավարտվում այս ընտրություններով, կշարունակենք սա կյանքի կոչել։ Մինչև հիմքից այս հարցերը չլուծվի, գործադիր, օրենսդիր, դատական, տեղական ինքնակառավարում, ռեգիոնալ ինքնակառավարում, մինչև այս հարցերը ֆունդամենտից չփոխվի, ում ուզում եք դրեք վարչապետ, ում ուզում եք դրեք պարլամենտում, ոչինչ չի փոխվելու, ոչինչ։ Դա իմ կարծիքը չէ, դա քաղաքագիտական եզրահանգում է։ Մարդիկ սերունդներ շարունակ հարյուրավոր տարիներ ուսումնասիրել են այդ հարցը, եկե հանգել են դրան, ոչինչ չի փոխվելու, մինչև համակարգը չփոխվի։ Այնպես որ ձայներ փոշի ասնելու ձեր համար ինչ տարբերություն, ձայները փոշում են, թե չի փոշի անում։ Եթե նույնն է մնում ամեն ինչ, եթե համակարգային չի փոխվում, ձեր համար ինչ տարբերություն։ Բարեմաղթանքների համար շնորհակալություն, Սերյոժա Առաքելյան, բարև ձեզ, շնորհավորում եմ եւ հաջողություն եմ մաղթում։ Ցանկացած սոցիալական հարցումների վարչապետի տեխնացուների հետ կապված մարդկանց կողմից գերակշռող ձայն է ստանում կամ Փաշինյանը, կամ Սամվել Կարապետյանը, կամ Վարդան Ղուկասյանը։ Դու այդքան են մարդիկ հասկանում։ Այդքան են մարդիկ հասկանում։ Ինչ են մարդիկ այդքան հասկանում, դեռ այդքան են սովորել, այդ են տեսել։ Ոնց կարային այդ մարդիկ ավելին հասկանային։ Այդքան են տեսել։ Ես հələ շարքային քաղաքացիներին, այսինքն քաղաքականությամբ ինտենսիվորեն չզբաղվող քաղաքացիներին, էլի ունեմ հանդիմանելու բան, բայց լեզուս կարճ է։ Պրոֆեսիոնալ քաղաքական գործիչներ, որոնք ամեն օր դրանով են զբաղվում, ամեն օր հարցազրույց են տալիս։ Պրիմիտիվ բաներ, ոնց պետք է երգիրը, ինչի հիման վրա պետք է երգիրը, համարում են անիմաստ խոսակցություն։ Անիմաստ։ Ոնց բացատրեմ ձեզ, պատկերացրեք կա դասական երաժշտություն, սիմֆոնիկ նվագախումբ։ Հիմա սիմֆոնիկ նվագախմբի գնալու լսելու փոխարեն մարդիկ մետրոյում հավաքվել են մի ջութակահարի շուրջ, ճզվզանում ու ասենք, չգիտեմ, որոշում են այս իրանց բանը երկրի թիվ 1 կամ չգիտեմ, հիմնական երաժիշտ ճանաչել։ Այդ մարդիկ այդ գիտեն, այդ մարդիկ երաժշտության մեջ հաղորդակից են մետրոյի պատզեմկաներում, գետնանցումներում են երաժշտության հետ հաղորդակից։ Եթե այդ մարդիկ երաժշտության հետ հաղորդակից լինեն սիմֆոնիկ համերգասրահներում, նրանք բոլորովին ուրիշ ճաշակ կունենան։ Հիմա նույնը քաղաքական ճաշակն է։ Դրա համար այդ մարդկանց ճաշակը Նիկոլ Փաշինյանն է։ Պրոբլեմ չկա, ազատ երկիրը ամեն մեկն ունի հայացքների, համոզմունքների ազատություն։ Գնացեք դուք ձեր ճաշակը։ Սամվել Կարապետյանն է, նաև Վարդան Ղուկասյանը։ Դե հիմա, այդ է այդ մարդկանց ճաշակը։ Այսպեսի մի հարց, ինչպես պատրաստվում ներկայանալ կամ հանդես գալ ժողովրդին լայն զանգվածների առջև, որպեսզի թեկուզ ապահովեք ձայների մինիմալ շեմը ընտրություններում եւ անցնեք խորհրդարան, հաշվի առնելով որ ժողովրդի մեծամասնություն ձեզ պարզապես չի ճանաչում։ Լավ։ Այնքանով որքանով ճանաչում են, այդքանով էլ պատրաստվում ենք ստանալ քվեներ եւ մեր գործողություններով մեր գաղափարները կյանքի կոչել։ Այնքանով որքանով ճանաչում են։ Մենք գնում ենք մեր տեսակը ներկայացնելու։ Հայի քաղաքացու մեր տեսակը ներկայացնելու, դաստիարակված մարդու մեր տեսակը ներկայացնելու, તો անդաստիարակի մեր տեսակը ներկայացնելու, կրթվածի մեր տեսակը ներկայացնելու, հոգի ունեցողի բարոյականության մեր տեսակը ներկայացնելու, արժե համակարգ ունեցողների մեր տեսակը ներկայացնելու։ Մենք չենք գնում Վարդան Ղուկասյանի, Կարեն Կարապետյանի, դուք եք այս անունները տվել, ես չեմ ընտրել։ Ձեր հարցի մեջ այս անուններն է, դրա համար տես եմ տալի, թե Արամ Սարգսյան գրածելն եք այդ անունը գտայի։ Եվ Նիկոլ Փաշինյանի
տեսակը չենք գնում ներկայացնենք, մենք գնում ենք մեր տեսակը ներկայացնենք։ Եթե մեր տեսակը հայության մեջ, Հայաստանում, Հայաստանի ժողովրդի մեջ, հայ ազգի մեջ 1% է, ուրեմն մենք 1% ձայն կհավաքենք։ 50% է, մենք 50% ձայն կհավաքենք։ Ունենք այն, ինչ ունենք, ինքներս մեզանից հուշտ չենք կլնում։ Քանի տոկոս ունենք մեզանից, այդքան տոկոսով էլ կներկայացվենք։ Բայց չենք պատրաստվում ուրանալ մեր տեսակը, որպեսզի պարլամենտում շատ ձայն կամ շատ մանդատ ունենանք։ Մենք մեր տեսակը ուրացող տեսակ չի։ Իր ինքնությունը, դաստիարակությունը ուրացող տեսակ չի։ Դրա համար ինչքան ունենք համակիր կամ ինչքան էլ կավելանան, այդքանով էլ ներկայացված կլինենք Հայաստանի քաղաքական դաշտում եւ պարլամենտում։ Ինձ թվում է պատասխանեցի ձեր հարցին, հարգելի Սերյոժա Առաքելյան։ Գայանե Ստեփանյան, բարև ձեզ, հարցս հետեւյալն է։ Արդեն երևացող կուսակցությունների մեջ կա արդյոք մեկը, որին հետագայում հնարավոր եք համարում միանալ, կանխավ շնորհակալ եմ։ Նախկինում քաղաքականության մեջ չեղած, այո, շատերի հետ պատկերացնում ենք միանալ, բայց միանանք, որ ինչ անենք։ Ես ասում եմ, որ բանակցությունները տեսնեք, ինչ բանակցություն է գնում։ Մի դրվագ ասեմ, օրինակ, բանակցության ժամանակ քննարկվում է հետևյալը, որ ազգը կործանվում է, երկիրը կործանվում է, կամ մենք կհամախմբվենք, այսպես կոչված, եւ այդ կործանումը կկասեցնենք, կամ վերջ, վաղը ուշ է լինելու։ 2 օր հետո այդ նույն համախմբվող երկիրը կործանվելու շեմին տեսնող քաղաքական գործիչը կամ ուժը մեկ էլ տենում ես այնքան մանր սենց հարցեր ունի, այդ թվում անձնական բնույթի։ Ասպես այ ընկեր 2 օր առաջ երկիրը կործանվում էր, բա ինչ եղավ այդ վճռականությունը։ Կամ ուրիշ բան ասեմ։ Լավ, եթե կան մարդիկ, եկեք հրապարակային բանակցենք, թող ժողովուրդը տենա այդ ոնց է ալնում։ Եթե հավես ունեք, կան մարդիկ, կամ եթե ուզում եք ինչ-որ մեկի հետ հարց չկա, համագործակցենք։ Թող կան հրապարակային բանակցեն, հրապարակային բանակցելուց հետո համագործակցելու մասին դուք կասեք, արժի համագործակցել թե չէ։ Եթե ասեք արժի բանակցել, հարց չկա։ Ահա, քվեարկություն կդնենք, պրայմերիս կանենք, ասեք արժի, հարց չկա։ Հիմա տեսնեմ Ես հասկացանք։ Մի հատ էլ գնամ սուղի եթերից տակը, տեսնեմ հարցեր կա թե չէ։ Ուրեմն մտածում եմ, այսօր ուրբաթ է ու ամսի 13-ն է, առավոտը մտածում եմ, դե այսօր գիտեք, չէ, ուրբաթ 13-ը համարվում է իբրև թե Խաչակիրների ժամանակվանից հələ եկած, մի խոսքով համարվում է, որ տենց թարսոր է եւ այլն, մտածում եմ ուրբաթ 13-ին արժի բան անել, ելույթ ունենալ, ներկայացնել, ու ասացի, հա, ամեն դեպքում ներկայացնում եմ։ Մեկ էլ եկատուն տեսնեմ տանեցիները կրակ են, վարը դու մի ասա, այսօր համել տրնդեզ է։ Հա, այսօր համել տրնդեզ փաստորեն օրը լավ ենք ընտրել, այդ մեկը ճիշտ ենք արել, այսպես թե այնպես։ Առաջիկայում ավելի մանրամասը կներկայանանք, ժողովուրդ ջան, կտեսնեք։ Մի հատ տեսնեմ։ Մենք չունենք Կարայան քաղաքականության մեջ ընտրությունները չմասնակցած մարդկանց պատճառով այս գիժը մնաց։ Դոկտոր ջան, որ արտախորհրդարանական կուսակցությունից եք պատրաստ խորհուրդ հարցնել, օրինակ Պարուր Հարիկյանի սահմանադրությունը։ Պարուր Հարիկյանի սահմանադրությունից ծիծիլիոն անգամ ավելի լավ սահմանադրություն եմ առաջարկում։ Ներողություն ես անհամեստ խոսքի համար։ Բոլորը խոսում են Պարուր Հարիկյանի սահմանադրությունից։ Պարուր Հարիկյան, ես հանդիպել եմ անձամբ։ Մեծ հարգանք եմ տածում իր նկատմամբ, բայց իր առաջարկած սահմանադրությունը, դա գիտեք ինչի մասին է, այ լավ ասեցիք, ես ինչ լավ արիք Պարուր Հարիկյանի անունը տվեցիք։ Ասում եմ, հարգում եմ նրան, պատկառանք եմ զգում իր անձի նկատմամբ, շնորհակալ եմ իր արած
իր պայքարի համար, որ նա տարել է։ Էսի կարևոր է։ Հիմա գնանք իր առաջարկած սահմանադրության։ Ժողովուրդ, ժողովրդավարությունը չի երկրի հիմքը։ Գերտերություններ են եղել նաև առանց ժողովրդավարության։ Ես չեմ ասում առանց ժողովրդավարության այսօր հնարավոր է, այսօր հնարավոր չի։ Այն ինչ մենք ասում ենք, դա ժողովրդավարություն չի, դա հանրապետականություն է, ռեսպուբլիկանիզմ է, այսինքն որտեղ պետությունը դիտարկվում է հանրային գործ, որ պիտի անեն։ Դրա մեջ դեմոկրատական ընտրությունները մի պուճուր կտորն են այդ ամեն ինչի։ Պուճուր չէ, բայց դա մի մասն է։ Ընտրությունները մի մասն է, Պարուր Հայրիկյանի ամբողջ սահմանադրական առաջարկը կենտրոնանում է ընտրությունների վրա։ Տեսադաշտից բաց թողնելով ահռելի քանակի կարևորագույն ուղղություններ։ Եվ դրա համար եմ ասում, ծիծիլիոն անգամ ավելի լավն է։ Եվ առաջիկայում տեխնոլոգիաների առաջընթացի հետ կապված լինելու է ահռելի փոփոխություններ, այդ թվում ընտրական գործընթացի մեջ։ Պիտի հասնենք դրան, որ մարդիկ իրենց տնից ասենց մտնեն քվեարկեն, իրենց տանից, ընտրությունների մասնակցությունը մեծացնելու համար ինչ ուզում ես արա, մինչև տանից չքվեարկի, то որ մի հատ էլ դրա համար կամ պետք է խրախուսվի, որ ինքը մասնակցել է ընտրություններին, կամ չմասնակցելու համար պետք է պատժվի, այսինքն պարտադիր լինի ընտրությունը։ Ուրիշ ձև այդ դեմոկրատիա ասվածը դու չես կարա գոնե ընտրական գործընթացներում կյանքի կոչել։ Իսկ ընդհանուր առմամբ Միացյալ Նահանգների հիմնադիր հայրերը վախում էին դեմոկրատիայից։ Ամերիկան սարքելուց վախում էին դեմոկրատիայից, որովհետև հստակ միշտ մի հարց է եղել, հին Հունաստան, հին Հռոմից, ոնց է անում դեմոկրատիան չդառնա օխլոկրատիա, ժողովրդավարությունը չդառնա ամբոխավարություն, ինչ տեխնոլոգիաներ ես օգտագործում։ Այն ինչ առաջարկում է Պարուր Հայրիկյանը, հեշտացնում է, իմ կարծիքով, սա արդեն իմ կարծիքն է, հեշտացնում է դեմոկրատիան օխլոկրատիայի վերածելու անցումը։ Այդ դա է հեշտացնում, ժողովրդավարությունը ամբոխավարություն սարքելու։ Բայց դրանում չի, էլի ասում եմ հարցը։ Երբ որ ես ասում եմ, այն ինչ առաջարկում, ծիծիլոն անգամ ավելի լավն է, նկատի ունեմ հետևյալը, որ ընտրությունները ժողովրդավարական ընտրությունները, դրանք մի բլոկն են ընդամենը։ Ավելին ասեմ, ընտրական համակարգը չփոխես, ընտրությունների քանակը մեծացնես, ընտրվող առաջնային մանդատով օժտված պաշտոնների քանակը մեծացնես, ավելի շատ ժողովրդավարություն ես անում, քան թե որ դու այն վերջի ձայնել ներկայացվածություն ես փորձում ապահովել։ Դա մեծ ահռելի խոսակցություն կա, մեծ փիլիսոփայական աշխատանք կա։ Փիլիսոփայությունը սկզբում պետք է որոշենք, հետո դրանից նոր քաղաքագիտական կողմը հարցի, նոր դա գնա սահմանադրություն դառնա որպես իրավական բան, ստանդարտ, այսպես ասած։ Պարոն Հայրիկյան, ջերմ բարևներս, պարոն Հայրիկյան, ձեզ շատ հարգում եմ։ Ես խնդրել եմ պարոն Հայրիկյանը եկել է մեր մոտ, մեր գրասենյակ, այսպես ասած, ներկայացրել է, խոսացել ենք, քննարկել ենք, ժողովուրդ ջան, չէ էլի։ Էլ ինչ։ Նու եկեք շատ չերկարացնենք, մի խոսքով, պետական նախագիծը, որ պետք է պատրաստենք, պատրաստել ենք։ Եթե կա որևիցե քաղաքական ուժ, որ տենց գաղափարախոսական կամ տենց ծրագրային ամբողջ պետությանը վերաբերվող աշխատանք ունի, շատ ուրախ կլինենք ծանոթանալ, եթե կարելի է մեզ ուղարկեք։ Ես այս նյութը կաշխատեմ առաջիկայում ուղարկել հիմնական կուսակցապետերին և քաղաքագետներին, ում չուղարկեմ ներող եղեք, ուղղակի մտքով ես չի անցել, բայց կաշխատեմ բոլորին ուղարկել և հրապարակային կդնենք մեր կայքում, դուք դրան կկարողանաք ծանոթանալ, ընդհանրապես 60 էջ է, շատ հեշտ է կարդացում, մի երկու տեղ կա մի քիչ խրթին, դժվար այսպես պահ կա, բայց հիմնականում շատ հեշտ հասկանալի է, բայց այն ամենն է, ինչ պակասում է մեզ ու առանց որի մենք առաջ չենք կարող գնալ։ Ժողովրդավարությունը, ընտրությունները դրա մի կտորն են։
բայց ընտրությունների մասին ահագին, այստեղ ընտրությունների մասին մանրամասն, ահագին, որ ասում երկար չի, գիտեք, երկար չի։ Ինչ թվում է 60 էջը 12 այս բանով չափով գրված մեծ չի։ Մի քիչ չալարեք, կարդակ ահագին բան կլինի, մի երկու օր հետո հասանելի կլինի, բաց դոստուպով կտեսնեք, կծանոթանաք։ Եվ սկսում ենք նախաձեռնությունը կուսակցության բացման, ավելի մանրամասն արդեն կայքով գրանցվելու ձևով կկապվեմ ձեր հետ ժողովուրդ ջան, կներկայացնեմ, թե ինչպես կարող եք մեզ աջակցել եւ ինչպես կարող ենք իրար հետ ճանապարհ գնալ։ Այսինքն ինչպես կարող եք միանալ, ինչպես կարող ենք միասին ճանապարհ գնալ։ Այսօրվա համար թերևս այսքանը, շնորհակալություն ուշադրության համար։ Հիմա էլ կարող եք նամակներով արձագանքել, գրել, բայց պաշտոնապես, այսպես մոբիլիզացիան մի երկու օրից նոր կսկսի։ Թերևս այսքանը։ Շնորհակալություն, ցտեսություն, ամենայն բարիք։ Ձեզ բարի հանգստյան օրեր։